Ըստ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի, իր կազմակերպությունը երբեք չի վանել տեսակետ հայտնել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, թե լրատվամիջոցներով, եթե հանրահավաքներում։ Պատասխանելով Ամեկ+-ի հարցին, թե Մոսկովյան հանդիպումից հետո արդյոք հանրահավաքի անհրաժեշտություն կա, պարոն Մուսինյանն ասաց. Այս պայդրությամբ եզրակացությունների տեղեկատվության հավաքման փուլը եւ դրանից հետո արդեն կորոշվի նման զանգվածային միջոցառման կազմակերպման հարցը։ Նախկին արտգործնախարար Civitas հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը ներկայիս իշխանություններից կցանկանար կտրուկ հայտարարություններ լսել։ Օրինակ ես կուզենայի լսել իսկապես, որ հայկական կողմը ասել, փաթսարում ենք, որ ցեղասպանության հարցը կարող է արևդրի առարկա լինել։ Փաթսարում ենք, որ ինչ որ մի հանձնաժողով պատմական փաստերը կարող է վերաքննի եւ եզրակացություններ։ Այս փաթսարում ենք բառը հաճախ պիտի հնչի։ Գիտեք, այսօր մեր ժողովուրդը դրա կարիք ունի։ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջանգիրյանի կարծիքով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի Հայաստան վերադառնալը կախված է նրանից, թե որքանով են իշխանությունները հետևելու օրենքի տառին։ Բանն այն է, որ մարտի 4-ին գլխավոր դատախազը խորհրդարանում առաջադրել է պատգամավորների դեմ մի մեղադրանք, որն այնուհետև զգալիորեն թեթևացել եւ կրճատվել է։ Հետևաբար ազգային ժողովը պետք է անդրադառնար այդ հարցին, եթե ոչ իր նախաձեռնությամբ, առնվազն գլխավոր դատախազի միջնորդությամբ։ Շաբաթ օրը երեկոյան Հրազդանի կիրճի Հովսեփ Էմին փողոցում երեխաների անզգուշության պատճառով հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել էին մարդկանց տնամերձերի ծառերը։ Բնակիչները տարբեր գնահատականներ են տալիս հրշեջների աշխատանքին։ Ոչ մի բան չարեցին, այդտենց էլ թողին գնացին, մինչև առավոտ վառվում էր։ Չէ, շուտ եկան մի կերպ դե մեր ուժերով, հրշեջի ուժերով հանգցրեցին գնացին։